Կառավարության թափանցիկ գործունեություն եւ բնակչությանը հաշվետու լինելու քաղաքականություն։ Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով սա է առցանցասուլիսների հիմնական նպատակը։ Սա այն միջոցներից մեկն է, որ եւ վարչապետը եւ կառավարությունը իրենք ստանում են հասարակությանը հուզող հիմնական հարցերը եւ նաեւ հակառակը, որ վարչապետը կառավարությունը հնարավորություն են ունենում տվյալ հարցերի շուրջ իրենց դիրքորոշումները ներկայացնել, պարզաբանումներ ներկայացնել եւ երկկողմանի շահում են, այսինքն կարողանում են համապատասխան պարզաբանումներ ստանալ քաղաքացիները, նաեւ ուշադրություն հրավիրել, իսկ իշխանությունները կարողանում են հասկանալ, թե ինչ այլ խնդիրներ կան հատկապես լուսանցքներում։ Վարչապետի առցանցասուլիսին մասնակցելու հրավերը տարածվել է 3։ Արտակ Բեգլարյանը Facebook-ում կառավարության պաշտոնական էջին է հետևում։ Դեռ մեկ հարց է ուղղված կառավարության ղեկավարին։ Արայիկ Հարությունյանին կարող են գրել ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից եւ Սփյուռքից։ Ոչ մի հարց մենք գրաքննության չենք ենթարկում, բոլորը հնչեցնում ենք եւ վարչապետը պատասխանում է այդ հարցերին եւ էլի սահմանափակություն չկա, թե ով ինչ հարց կարող է գրել։ Բոլորը ազատ են ցանկացած հարց այնտեղ հղելու։ Քաղաքականությունից մինչև տնտեսություն։ Արայիկ Հարությունյանի առցանցասուլիսի հարցերը Facebook-ում կառավարության պաշտոնական, իսկ Twitter-ում վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի էջով են ընդունվում։ Վարչապետի մամուլի քարտուղարի համոզմամբ հետաքրքիր հարցեր լինում են, հաճախ էլ բարձրաձայնում հիմնախնդիրների մասին։ Օրինակ, համապատասխան խմբի ուսանողների տարկետման հարցը, հատկապես բժշկական կրթություն ստացողների տարկետման հարցը, որոնք այդքան էլ մեծ խումբ չեն կազմում, բայց վարչապետը ընդունեց, որ այդ խնդիրը կա եւ շնորհակալություն հայտնեց նաեւ քաղաքացուն, որ դրա մասին հուշել են եւ դրանից հետո արդեն պետք է որ համապատասխան մարմինները շուտով զբաղվեն այդ հարցով, համապատասխան լուծումներ գտնեն։ Նաեւ հանրակացարանների հարցը եղել, որից հետո ուշադրությունը կարծես թե ավելի շատ մեծացավ, գոնե ստուգումներ գնացին եւ այլն, նկատի ունեմ հետազոտություններ եղան։ Վարչապետի 4-րդ առցանցասուլիսի վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ին է։ Արայիկ Հարությունյանի պատասխանները նկարահանվելու են։ Տեսագրությունը տեղադրվելու է կառավարության պաշտոնական կայքէջում։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։